խնդիրը նա է, որ այսօր, ինչպես ասեցի, ուրեմն նպատակ չկա։ Երբ որ նպատակը լինի, այն ժամանակ եւ Կարեն Դուրգարյանը եւ մյուսները բոլորը կաշխատեն այդ նպատակի համար, որտեղ իրենց արժեվ կդրվի խնդիր, որ այս խնդիրները պետք է հարվի։ Երբ որ խնդիր չկա, իհարկե գլուխներ են հայտնվում, որոնք մի կասայի մեջ չեն լինի։ Այսինքն այդ կառույցը, այդ գաղափարը, նպատակը, որն է գեղխորհուրդը թատրոնի, որը հաստատել է այսինչ նպատակները, դրանք գոյություն չունեն եւ այդ պատճառով արդեն առաջ են գալիս այդ բաները, որ ես եմ կարևորը, թե դու ես կարևորը, ես ավելի լավն եմ, դու ավելի լավն ես, այսինքն լավը ինչով ենք որոշում, որ բանի, այսօր իհարկե չափանիշները որն են, դու որ գործն ես թողեք քեզանից հետո, ինչով ասենք, որ դու շատ լավն ես, մեր նպատակը որն է, ուր ենք գնում, թատրոնը ուր է գնում, ինչ գաղափարի է ծառայում, որ երկրի ներկայացուցիչն է մեր թատրոնը, այս գաղափարը, որ դրվեց, կոնկրետ կարելի է բոլորին աշխատացնել, ոնց որ ինչպես ասում եմ, շատ մենք կադրեր չունենք, Հայաստանը շատ հարուստ չի, թվում է հարուստ է, հարուստ չի, այդ բոլոր կադրերը մեզ համար շատ կարևոր են, որ իրենք իրենց տեղում լինեն եւ աշխատեն, եւ աշխատացնելու համար դա պետք է, այսինքն այնքան հմուտ ղեկավար լինես, որ սկզբից նպատակը դնես, հետո ասես, որ այս ձևերն են հասնելու այդ նպատակին եւ բոլորը ծառայեն նույն մտքին։ Մթնոլորտը դրա համար էլ զարգացում չկա։ Շատ արվեստից շատ հեռու եւ այս վերջի 2 տարվա մեջ ընդհանրապես, եթե ասենք, այս վերջերս Գեգամ Գրիգորյանի գալուց հետո օպերային մասը կատարողական երիտասարդները շատացել են եւ ձայները հրաշալի ձայներ են եւ լավ աշխատանք է գնում, այդ նույնը չեմ կարող ասել բալետի մասին, անցած 2 տարվա մեջ ոչինչ չի արվել բալետային մեր օպերայի թատրոնի բալետի խմբի մասն եմ ասում, ոչինչ չի արվել, ուղղակի 1 ժամով գալիս են եւ ավել չարժել որ մնան ինչ անեն, ինչքան կարելի է, որտեվ 34 վերնագիր իմ ժամանակ ես բալետային բերեցի, այսինքն բերեցի են դասականից 1800 թվականի բեմադրված դասականներից մինչև այսօրվա եւ այդ բոլորը ջնջվեց շատ արագ 2 տարվա ընթացքում 34 վերնագիրը դառավ 4-5 այսօր եթե դուք նայեք մեր ռեպերտուարը 4-ը ներկայացում է 4-ը վերնագիր է ու դրանք արդեն ինչքան կարելի է փորձել ասում են լավ էլի հերիք է գալիս են ժողովուրդը ժամը 12:30 գալիս են ժամը 1:30 արդեն ավարտված է տխուր է չի անհնարին է որ առաջ գնա ինչքան էլ ուզեն ինչքան էլ ցանկություն ունենան ոնց որ իրենք ասում են մենք սենց կանենք եւ իրենք հավատում են որ կարող են բայց դա անհնարին է որտեվ մինչեւ դու չմարզես քո միտքը մինչեւ քո մկանը չմարզես մկանը չի կատարի այն մինիմումը որը բեմի վրա հարկավոր է նպատակի առումով գլխավոր այդ նպատակը դնողով պետք է լինի հենց ներմշակույթի նախարարությունը իրենց թե շատ լավ շատ կարևոր, լավ ասեմ, շատ կարևոր միտք է, որ ովքեր են դնում նպատակը դնում է գեղխորհուրդը, որը հաստատում է, որ այս սա է մեր գեղ նպատակը, այսինչ ներկայացումներով մենք կարող ենք ապահովել մեր ուրեմն եւ հանդիսատեսի պահանջը որպես զարգացող հանդիսատ եւ ասենք կատարողականը եւ երկիրը դնել ասենք քարտեզի վրա, այսինքն այն ներկայացումներով, որ մենք կարող ենք դուրս գալ դրսում բերելով մեր արժեքները։ Այդ բոլորը գեղխորհուրդը պետք է որոշի եւ գեղխորհուրդը հանձնարարի ասենք թատրոնի տնօրինության որ այս բաները պետքա կատարվեն թատրոնի տնօրինությունը պետքա որոշի թե որ ստրատեգիա որ ինչ բաներով պետք է հասնենք այս նպատակին բայց քանի որ գեղխորհուրդ գոյություն չունի արդեն երկար տարիներ ուղղակի թղթի վրա ինչ որ բաներ են անում բայց
ես կարող եմ պահանջել եւ վերջերս պահանջել եմ, խնդրում եմ ինձ ասեք, գեղխորհուրդ կամ մշակույթի նախարարություն կամ թատրոնի տնօրենություն, ով է որոշել, որ այսինչ իմ բեմադրված, իմ բերած ներկայացումները պետքա դուրս կան խաղացանկից։ Ոչ մեկը ոչ մի պատասխան չի տալիս, որտեղ ոչ մեկը չգիտի դա ով է, ում ձեռքով է ջնջվել այդ ամեն ինչը, չէ որ թատրոնը ձևավորվում է խաղացանկի միջոցով, խաղացանկն է ձևավորում թատրոնի քաղաքականությունը եւ ընդհանրապես երկրի արվեստի, մշակույթի ճանապարհը թատրոնն է ձևավորում, ուր ենք գնում մենք, ոչ միտեղ, ոչ մի նպատակ չունենք, դրա համար ծնվում են այդ գլուխները, որոնք ասում են ես կարևոր եմ, ես ավելի լավն եմ, սա Մշակույթի նախարարությունը կոնկրետ ինչ պետք է անի, որպեսզի զարգանա, այլ ոչ թե խոչընդոտ հանդիսանա, ասենք, եթե այսինչ մարդու հետ մտերիմ է, նրա նշանակի, չգիտեմ, ղեկավար, հա, ինչ-որ մի բան, եւ դրանից աշխատանքը դուժի արվեստը Մշակույթի նախարարությունը երևի պետքա որ չխանգարի եւ ղեկավար լինի, այսինքն պատասխանի, այսինքն ինքը կարողանա բան անի, ասի որտեղ է ձեր ուղղությունը, ուր եք գնում, ինչ եք անում, այսինքն պահանջի թե այս ամեն ստրուկտուրաները որտեղ են, ուր են, ինչու չեն կատարվում, որն է ձեր նպատակը, սա պետք է հետևի մշակույթի նախարար ոչ թե ասի սրան բան արեք ձեռք չտակ նրան հանկարծ չգնդակահարեք սրան վիզը չկտրեք սրան հանեք նրան ստորագրը հավաքներ արեք սրանից չեն հոգնե Հայաստանում արդեն քանի երրորդ անգամ այդ նույն այդ հին ձևերով ես իմ արդեն հոգնել եմ այդ բաներից էլի ու սա նույնը անընդհատ կրկնվում է ու անընդհատ նույն բանը կատարվում է ու մենք ոնց որ թե նույն այդ անիվի մեջ չենք կարողանում արդեն քանի 1000 տարի է 2000 տարի չենք կարողանում դուրս բրծնենք այս բանից անընդհատ ջարդած գիտեք այն բանի գրամոֆոնի պլաստինկայի նման նույն տեղում չենք կարողանում դուրս գանք Եվ վերջին հարցը, այս իրավիճակը, որ առկա է, հա, եթե շարունակվի, եթե չշտկվի, մենք էլի այսինքն ունենալու ենք մասնագետների կորուստներ, ովքեր նաև կարող են, հա, երկիրը լքել, ի վերջո գնալ եւ իրենց փորձը գիտելիքներն այլ երկրում, հա, կիրառել, ներկայացնել, ինչ իրավիճակ ունենալու Իրավիճակը այնա ինչ որ ունենք, հիմա ես ձեզ բացատրեմ, երբ որ 4.5 տարի ես ղեկավարեցի բալետը, բալետի ամբողջ մի մասը, երիտասարդները, սա համեմատական, հեսա ես կբացատրեմ ինչու, նրանք հետևեցին ինձ եւ կարողացան առաջընթաց ապրել, հետո երբ որ ինձ ստիպեցին, որ ես դուրս գամ բալետից, ստորագրո հավաքներ, չգիտեմ ինչ, սուտ ժողովներ, այդ ամեն ինչը ես ներկա էի եւ տեսնում էի, այս այն երիտասարդները, որոնք արդեն դուրս էին գալի ու կարող էին ներկայացնել հայ բարարվեստը, դրանց փաստորեն կային, որ ֆիզիկապես ծեծեցին, թույլ չտվեցին, դրանք բոլորը հեռացան Հայաստանից։ Մնաց այն մասը, որը չէր ուզում աշխատեր ու այսօր այդ մասը մնացել է ու իրանք են բանանում 1 ժամ աշխատենք թե 2 ժամ ում պրեմիա տանք ում չտանք ոնց անենք ու այս բաների մեջ իրանք ոչ թե վատ մարդիկ են իրենք չգիտեն դրսում ինչ է կատարվում դրսում ինչ ուղղություններ են զարգանում իրենք տեղյակ չեն այս դրա համար, իսկ ես 25 տարվա փորձ ունեմ դրսում աշխատելու եւ ցավով եմ նայում այս ամեն ինչին եւ շատ կարճ ժամանակ ունեինք այդ ամեն ինչը շտկելու դրա համար այդ մյուս ոչ երիտասարդները, որոնք 25 տարեկան են, գիտեք, բալետը ինքը արդեն երիտասարդ արվեստ է, իսկ ես խոսում եմ, երբ որ ասում եմ երիտասարդները, որոնք գնացին, հեռացան երկրից, դրանք 18-19 տարեկան երիտասարդներն էին, որոնք արդեն հասունանում էին եւ վաղը պետք է ներկայացնեին։ Դրանց քշեցին եւ այն մյուս ծերերը, այսպես ասած, 25 տարեկան մնացին ու չեն աշխատում։ Այս
ձևով երկիրը ուր կարա գնա, այս ձևով մեր մշակույթը ինչ կարա զարգանա, եւ սա բան է արվում մշակույթի նախարարության կողմից սա խրախուսվում է, հա, այսինքն ասում են դե լավ մի անգամ ինձ շատ լավ հարց տվեց Արտակ Ալեքսանյանը, ասեց իսկ Հայաստանի բալետ պետք է։ Գիտեք, Հայաստանի բալետ պետք է, թե պետք չէ։ Ես իմ խորը համոզմունքն է, որ եթե Հայաստանը իրենից ինչ-որ մի բան է ներկայացնում, ուրեմն բալետը սա ոգու արտահայտության ամենաբարձր գագաթներից է, որ պետք է Հայաստանը ունենա, բայց եթե Հայաստանը ինքը չի կարող, ուրեմն թող չունենա, ինչ ասեմ։